Վարգալուս նյուզայում այժմ տեսակապով կզրուցեմ քաղաքագիտության դոկտոր էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։ Պարոն Դավթյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակում ապակայունացրել է տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը եւ ողջ աշխարհը քննարկում է, թե ընդհանրապես ինչ մասշտաբների կհասնի առաջիկա օրերին, արդյոք ռազմական գործողությունները կշարունակվեն, թե ոչ եւ ինչ մասշտաբներ կունենան, եւ դրանից կախված քննարկվում է, թե այս իրավիճակը ինչ ապակայունացում կբերի ոչ միայն ռեգիոնին, այլև ամբողջ աշխարհին։ Այժմ արդեն քննարկվում է հնարավորությունը, որ Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, որը միջազգային էներգակիրների փոխադրման առանցքային զարկերակներից է։ Ձեր գնահատման որքանով է իրատեսական, գործնական դաշտում, որ Իրանը գնա նման քայլի, եւ սա ինչ հետևանքներ կբերի թե տարածաշրջանում, թե աշխարհում, ինչի սպասել։ Նման հայտարարություններ արդեն Թեհրանից մենք լսում ենք, Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը այսօր հայտարարեց, որ դիտարկում է նաև նման տարբերակը։ Ճիշտ է, պետք է նշել, որ բազմիցս կարելի ասել դեռևս Իրան-Իրաքյան պատերազմից ի վեր 1980-ական թվականներից ի վեր մեկ անգամ չէ, որ Թեհրանը նման հայտարարություններ է անում, բայց իհարկե հաշվի առնելով այն, որ այս իրավիճակը աննախադեպ է, իր ճգնաժամային պոտենցիալով, իր խնդիրներով, բնականաբար պետք է բացառել, որ Իրանը կարող է գնալ նաև իր այս ռազմավարական պայմանական ասած գործիքի օգտագործմանը։ Ինչի սա կարող է հանգեցնել։ Անշուշտ սա կարող է բերել բավականին լուրջ գեոտնտեսական փոխակերպումների, առնվազն միջնաժամկետ կտրվածքում, հաշվի առնելով Հորմուզի նեղուցի շատ կարևոր դերակատարումը միջազգային համաշխարհային էներգետիկ եւ լոգիստիկ հաղորդակցությունում եւ էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Բավական է անդրադառնալ թվերին, որպեսզի դրանում համոզվել, մենք գիտենք, որ օրինակ Հորմուզի նեղուցով շուրջ արտահանվում է համաշխարհային նավթի, սպառման նավթի շուրջ, սպառվող նավթի շուրջ 20%-ը, 20-ից 25%-ը, ինչը բավականին լուրջ թիվ է բնականաբար եւ ուղիղ ազդեցություն է ունենում միջազգային նավթային շուկաների վրա։ Նաեւ այստեղ պետք է հաշվի առնենք հեղուկացված բնական գազի գործոնը, Պարսից ծոցի երկրներից մեկը Քաթար, ինչպես գիտենք, հանդես է գալիս աշխարհի առաջատար խաղացող այս շուկայում եւ հաշվի առնելով նաեւ Եվրոպական միության որդեգրած քաղաքականությունը բնական Ռուսաստանից ներկրվող բնական գազից այդ կախվածության նվազեցման ուղղված, բնականաբար շատ կարեւոր է ԵՄ-ի համար ունենալ կայուն կոմունիկացիա Պարսից ծոցից, մասնավորապես Քաթարից այդ հեղուկացված բնական գազի ներկրումն հավուր պատշաճի իրականացնելու համար։ Ըստ այդմ Հորմուզի պարալիզացումը ուղիղ հարված կարող է հասցնել նաեւ եվրոպական էներգետիկ եւ դիվերսիֆիկացիոն քաղաքականությանը։ Իհարկե թիրախում կարող է հայտնվել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք ինչպես գիտենք հանդիսանում են աշխարհում համար 1 նավթ սպառող եւ ներկրող երկիրը, եւ չեմ բացառում, որ այստեղ կարող է կրկնվել նույն 1956 թվականի սցենարը, երբ գեներալ Նասերի հրամանով եւ որոշմամբ փակվեց Սուեզի ջրանցքը եւ արաբական նավթով բեռնված լցանավերը ստիպված են շրջանցել ամբողջ Աֆրիկան արևմտյան շուկաներ հասնելու համար, կամ պետք չէ բացառել այս պարագայում, որ կարող է կրկնվել նույն 1973 թվականի ճգնաժամը, առաջին խոշոր համաշխարհային նավթային ճգնաժամը, որը եւս ծագեց արաբա-իսրայելական 4-րդ պատերազմի հետևանքով որպես արձագանք աշխարհաքաղաքական զարգացումների։ Ըստ այդմ այս քայլը, որին կարող է գնալ Իրանը, եւ ես կարծում եմ, որ մոտ է բավականին այդ քայլին դիմելուց, կպարալիզացնի ոչ միայն տարածաշրջանի, այսինքն Մերձավոր Արևելքի էներգետիկո-էներգատրանսպորտային կապերը, այլ նաեւ ուղիղ հարված կհասնի հատկապես ամերիկյան շուկային, ինչպես նաեւ եվրոպական շուկային։ Մյուս կողմից իհարկե մենք պետք է հաշվի առնենք այն, որ Հորմուզի նեղուցից իապես կախված է նաեւ ինքը Իրանը, որը եթե մտնում է երկարաժամկետ այս բախման մեջ, բնականաբար շատ մեծ կարիք է ունենալու հավելյալ ֆինանսական միջոցների, որոնց մեծ մասը իհարկե տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ գեներացվում էր հենց նավթի առևտրի միջոցով։ Հենց այս կոմունիկացիայով է, որ Իրանը բավականին ինտենսիվորեն նավթ է արտահանում
Չինաստան, այստեղ ցուցանիշները եւս բավականին խոսուն են, օրինակ բավական է նշել, որ 2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին այս միջանցքով, այս նեղուցով Իրանը օրական դեպի Չինաստան էր արտահանում մինչև 1.5 միլիոն բարել նավթ, որը կրկին բավականին լուրջ ցուցանիշ է, հաշվի առնելով այն, որ համաշխարհային նավթի սպառումը կազմում է մոտ 100 միլիոն բարել, հա։ Եվ բնականաբար պարալիզացումը այս կոմունիկացիայի կարող է հանգեցնել նաև տնտեսական բավականին լուրջ բարդությունների Իրանի համար, բայց հաշվի առնելով այն, որ բոլոր կարմիր գծերը հատվել են, հաշվի առնելով այն, որ Իրանը մտել է մի պայքարի այնպիսի փուլ, որտեղ այլևս տնտեսական հաշվարկը չի կարող հանդես գալ որպես բազային գործոն, ես կրկին անգամ չեմ բացառում, որ Իրանը կարող է գնալ այս քայլին։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցի կարգավիճակին, այսինքն թե որքանով արտաքին ուժերը կկարողանան միջամտել այս նեղուցով իրականացվող փոխադրումների անվտանգությունը եւ կայունությունը ապահովելու համար, այստեղ կա երկու գործոն, առաջինը դա միջազգային ծովային իրավունքն է, 1982 թվականի ծովային իրավունքի կոնվենցիայի, ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, այստեղ պետք է ապահովի անխոչնդոտ առևտրային տարանցում բոլոր երկրների համար, Իրանը, ինչպես նաև Օմանը ժամանակին չմիացան այս կոնվենցիային, համարելով մասնավորապես Իրանի պարզաբանումը կայանում էր նրանում, որ ունի բացարձակ, այսպես սուվերեն իրավունք այդ հաղորդակցությունը վերահսկելու։ Սա առաջին գործոնն է, այսինքն միջազգային իրավունքի տեսանկյունից Իրանի մանևրային դաշտը այստեղ բավականին լայն է, սա մեկ։ Երկրորդը իհարկե դա Ամերիկայի Միացյալ Նահանգների գործոնն է, մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները Պարսից ծոցում ունեն որոշակի ներկայություն եւ ձևավորում են որոշակի հակակշիռ իրանական ազդեցությանը, խոսքը նախ եւ առաջ գնում է Բահրեյնում տեղակայված Բահրեյնի ջրային տարածքներում տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգների 5-րդ ռազմական նավատորմի մասին, որը նեղուցի պարալիզացման դեպքում իհարկե կարող է կիրառվել Վաշինգտոնի կողմից այդ կոմունիկացիան երթևեկությունը վերականգնելու համար, սակայն ես կարծում եմ սա կլինի ամենաբացասական սցենարը, որովհետև կնշանակի, որ Միացյալ Նահանգները ուղիղ ռազմական գործողությունների մեջ են մտնելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը Այսինքն Իրանի եւ բնականաբար Միացյալ Նահանգների անմիջական ռազմական բախման վտանգ կարող է իրապես առաջանալ։ Այո, շատ ճիշտ եք, եթե Հորմուզի նեղուցը պարալիզացվեց Իրանի նախաձեռնությամբ, ապա կրկնում եմ, այստեղ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական նավատորմ, որը հենց այդտեղ գտնվում է դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուղևորվող նավթային տանկերների անվտանգության ապահովման համար, ըստ այդմ Միացյալ Նահանգները այստեղ կունենան բոլոր հնարավորությունները ուժի ճանապարհով այս նեղուցը բացելու եւ սա բնականաբար հղի է շատ ավելի խորքային եւ երկարաժամկետ էսկալացիով։ Իհարկե Միացյալ Նահանգները կցանկանան կիրառել տարբեր ռազմավարական գործիքներ, այդ թվում նաեւ սեփական ռազմական նավատորմը թույլ չտալու համար նման սցենարի իրականացումը, հաշվի առնելով այն իրողությունները, որոնց մասին ես արդեն հասցրեցի խոսել, այն է Միացյալ Նահանգների համար այս կոմունիկացիան ունի կենսական նշանակություն նավթի ներկրման տեսանկյունից։ Ճիշտ է, կան կարծիքներ, որ անգամ եթե Հորմուզը փակվեց, կարող է լինել նաև այլընտրանք, հա, այլընտրանք օրինակ Սաուդյան Արաբիայի տարածքով դեպի Կարմիր ծով նավթ արտահանելու եւ այնտեղից ուրեմն Սուեզի ջրանցքով դեպի Միջերկրական ծով հասցնելու վերաբերյալ սցենար, լոգիստիկ սցենար, որը շատ հավանական է եւ անզեն աչքով մենք դիտարկելով քարտեզը կարող ենք նման պատկեր ստանալ, բայց խնդիրը կայանում է նրանում, որ իհարկե Սաուդյան Արաբիայի այդ արևմտյան ափ նավթ հասցնելու համար Պարսից ծոցից, հա, դեպի այդ հատված նավթ հասցնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ են լինելու նոր եւ բավականին լուրջ ենթակառուցվածքային լուծումներ, սա առաջինը, երկրորդը պետք չէ հաշվի չառնել այս բարդ գործընթացներում նաև Եմենի ուրեմն դիրքավորումը, մենք գիտենք, որ հենց այս հայտարարություն են արել, որ իրենք կարող են Բաբել-Մանդեբի նեղուցով անցնող նավերը թիրախավորել։ Եվ սա սոսկ հայտարարություն է, չեմ, բազմիցս հութիները, Անսարալլահ կազմակերպությունը բազմիցս հարվածներ է հասցրել, այդ թվում նաև դեպի Իսրայել ուղևորվող լցանավերին, նավթային տանկերներին, այնպես որ ես կարծում եմ, որ հաշվի առնելով եւ գեոտնտեսական ենթակառուցվածքային սահմանափակումները եւ հութիների արկայությունը եւ շատ հստակ իրենց աշխարհաքաղաքական դիրքավորումը այս կոնֆլիկտի ներքո, բնականաբար այս այլընտրանքը, որը արդեն սկսել են քննարկել
քննարկել, իրականում տնտեսական առումով այնքան էլ այլընտրանք չէ, այլ պարզապես կարող է լինել մի ուղի, որը թույլ կտա կարճաժամկետ ճգնաժամային ինչ-որ մատակարարումներ իրականացնելու համար։ Մեծ հաշվով կան տարբեր այսօր գնահատականներ, մի մասը փորձագետների ասում են, որ եթե այս ամբողջ սցենարը կյանքի կոչվի, ապա նավթի գները կբարձրանան հասնելով մինչև $130-150, կարծում եմ սա օբյեկտիվ գնահատական է, հաշվի առնելով այն, որ օրինակ ընդամենը մեկ օրվա ընթացքում մոտ 15%-ով նավթի գները ուրեմն աճեցին, հասնելով շուրջ $75, բայց եթե խոսքը գնում է ավելի երկարաժամկետ process-ի մասին, այսինքն դիցուք Հորմուզը փակվում է Իրանի որոշմամբ, կոնֆլիկտը տեղափոխվում է Պարսից ծոց եւ այնտեղ սկսում են բավականին էսկալացիոն գործընթացներ, ապա շատ օբյեկտիվորեն մենք կարող ենք գնահատել նման ուրեմն աճը, գնային աճը ընդհանուր մինչև $350-400, ինչը իհարկե բացարձակ ճգնաժամային գին կլինի համաշխարհային տնտեսության համար։ Ես էլ չեմ խոսում հեղուկացված բնական գազի գների աճի մասին, իսկ հեղուկացված բնական գազը սա այսօր մի ռեսուրս է, մի էներգակիր է, որը դիտարկվում է որպես իրական այլընտրանք։ Պարոն Դավթյան, մի շատ կարևոր հարց կա այստեղ, խոսքը միայն Հորմուզի նեղուցը փակել չփակելու եւ դրա հետևանքների մասին չէ։ Շատ կարևոր է թե կողմերը այստեղ, որով ներգրաված են լինելու այս հակամարտությունում, մինչեւ որ աստիճանը պատրաստ կլինեն գնալ հետագա էսկալացիայի մեկ քայլ ավելանելուն եւ ավելի կոշտ քայլերի դիմելու։ Հարձակմանը ենթարկվել Իրանի Իսրայելի կողմից, բայց Իրանի հակահարվածներից հետո էլ Իսրայելը սպառնում, որ ել ավելի սուր քայլերի կգնա եւ ակնհայտ է միտումը, որ Իսրայելն ամեն ինչ անելու է Միացյալ Նահանգներին անմիջականորեն այս ռազմական հակամարտության մեջ ներքաշելու համար, հաշվի առնելով այն, ինչ որ այս պայդրությամբ տեղի է ունեցել, ձեր գնահատմամբ, արդյոք իրավիճակը զարգանում է հենց ամենավատ սցենարով, որ կողմերը գուցե պատրաստ չլինեն կանգ առնել եւ ամեն ինչ գնա դեպի ծայրահեղ սցենարի ու շատ ավելի մեծ ռազմական բախման։ Սրա հավանականությունը իհարկե բավականին բարձր է հաշվի առնելով այս վերջին 2-3 օրվա դինամիկան, բայց մյուս կողմից շատ հստակ է, որ կան միջազգային դերակատարներ, որոնք շահագրգռված չեն այս կոնֆլիկտի խորացման մեջ, եւ խոսքը նախ եւ առաջ գնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, որտեղից մենք սպասում ենք արդեն ոչ միայն շատ հստակ արձագանքի, այլ նաեւ հստակ գործողությունների։ Ամեն դեպքում չպետք է մոռանանք, որ Դոնալդ Թրամփը դա մեծ հաշվով հակահամակարգային մի քաղաքական գործիչ է, որը եկավ լիովին այլ կարգախոսներով, այլ ծրագրերով եւ այսօր իրականում նրա օրոքել ավելի են խորանում տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային տարբեր միտումները, հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում աճող լարվածությունը, Կալիֆոռնիայում տեղի ունեցող գործընթացները, ներքին այդ անհնազանդության ակցիաները, նաեւ տնտեսական բավականին լուրջ խնդիրները, Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի գոնե մինչև հաջորդ ընտրությունների այդ հեռանկարով, դիտարկված նրա քաղաքական հաշվարկը չի կարող ներառել նմանատիպ խորքային կոնֆլիկտ Մերձավոր Արևելքում, ինչու, որովհետև կրկնում եմ, սա կարող է հանգեցնել նավթի գների բավականին կտրուկ աճին, ինչը ուղիղ հարված է հասնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը, պարզ ասած վառելիքի գների աճին Միացյալ Նահանգների ներքին շուկայում, իսկ սա արդեն հարված է, հերթական ծանր հարված է Դոնալդ Թրամփի քաղաքական առանցատել Միացյալ Նահանգներում կա։ Այո, ես կարծում եմ սա Դոնալդ Թրամփը որպես բիզնեսմեն կարող է շատ լավ հաշվարկել եւ որոշակի զսպող մեխանիզմներ կիրառել այս կոնֆլիկտի ուղղությամբ։ Մյուս կողմից կա նաեւ Չինաստանի դերակատարումը, որը վերջին տարիներին բավականին լուրջ ազդեցություն ունի Մերձավոր Արևելյան ողջ այդ քաղաքական պալիտրայի մեջ, հենց Չինաստանի ուղիղ միջամտության ներքո է, որ դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ, հենց Չինաստանի ներդրումների շնորհիվ է, որ այսօր իրականացվում են Մերձավոր Արևելքում, իդեպ նաեւ Իսրայելում մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր եւ այլն, եւ Չինաստանը, որը ներկայացված է այսօր Բաբել Մանդեբում, Չինաստանը, որը այսօր շատ լայն ներկայացում ունի Պարսից ծոցում իր գոտի եւ ճանապարհ նախաձեռնության շրջանակներում, իհարկե շահագրգռված է ապահովել այս տարածաշրջանի կայունությունը որպես աճող տնտեսություն, որը ունի ավելի էժան նավթ եւ հեղուկացված գազի ներկրելու բավականին մեծ պահանջարկ։ Ըստ այդմ ես կարծում եմ սա այն կոնֆլիկտն է, որի ներքո խոշոր անտագոնիստ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը կարող են համընկնել եւ բերել մի այնպիսի սցենարի, որի ներքո մենք խոսենք այս հակամարտության ոչ թե սրման ավելի շուտ, ոչ թե երկարաժամկետ, այլ կարճաժամկետ բնույթի մասին։ Պարոն Դավթյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։
Ես եմ շնորհակալ։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագիտության դոկտոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ, իսկ դուք շարունակեք հետևել մեր հարցազրույցներին, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը Մերձավոր Արևելքում, կհանդիպենք։